ջրային ավտոբուսները այստեղից են մեկնում, այստեղից էլ մեկնում են Սպիդո նավերը դեպի նավահանգիստ են գնում։ Այսօր ջրային ավտոբուսով գնալու ենք Կինդերդայք։ Էրասմուս կամուրջն է։ Ջրի հետ այս ջրի երկայնքով 19 ջրաղաց կա ու ամեն ջրաղաց իր սեփականատեր ունի հիմա ժամանակին մեծ դեր են ունեցել որպեսզի ջուրը չբարձրանա եւ մոտակա տարածքները չանցնեն ջրի տակ։ Ուրեմն այս օրորոցը հետաքրքիր պատմություն ունի 1421 թվականին ջրհեղեղ է լինում այստեղ ու ամբողջ այս տարածքը անցնում է ջրի տակ ու ովքեր որ կենթանի են մնացած լինում ինչ որ մի մասի վրա հավաքված են լինում տեսնում են երեխայի ճիչ է գալիս տեսնում են այս օրորոցը ու երեխան լաց է լինում մեջը օրորոցը ոնց է մնում ջրի վրա Հավասարակշռությունը պահպանված է լինում այս կատվի պատճառով, այդ որ կատու է կանգնած վրան, կատուն աչը ձախանում, որ հանկարծ օրորոցը չխորտակվի ու երեխան մեջից չընկնի ու այդպես դրա հետ կապված այսպեսի նմուշ են սարքել, որպեսզի մարդիկ տեսնեն ու երեխան կենթանի է մնացած լինում, շատ զոհեր են լինում այդ ժամանակ այդ ջրհեղեղից հետո Հայտնի ջրաղացները, որոնք գտնվում են Կինդերդայք գյուղում եւ որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի ժառանգություն համարվող հուշարձանների ցանկում, շնորհիվ այստեղ գտնվող 19 ջրաղացների շուրջ 700 տարի Կինդերդայք գյուղը եւ շրջակա բնակավայրերը խուսափել են ջրի տակ հայտնվելուց։ Ջրաղացներից մեկը այժմ դարձել է որպես թանգարան ջրաղաց, որտեղ մտնելով կարող ես տեսնել, թե ժամանակին ինչպիսին է եղել ջրաղացպանի ընտանիքի կյանքը։ Տարեկան 300,000 եւ ավել այցելու է ունենում Կինդերդայքը։